Հանուն հոր և որդու և հոգուն սրբու ամեն, մանուկների թագավորության երկրորդ մասը։ Արթնացանի փոքրիկները, գիտեք ուր են գնալու ճաշից հետո, ուր պապիկ հը, սկզբից եկեղեցի, որտեղ կլինի իմ ընկերը իր երեխաների հետ, եկեղեցում կմասնակցենք ժամերկության, հետո կգնանք գազանանոց, գազանոց պապիկ, հային գանձում կուզես գնանք, հա, էլ ուր պապիկ հը, հետո կգնանք պոնչիկանոց, պոչիկոց ասաց Դավիթը, իսկ հիմա աղոթ կանենք և ճաշենք, Սարգիս դե սկսիր հայր մերը, Անիս դու ճաշակ ես ցուկ խաղաղությամբ, իսկ ժամերկությունը կասես որն է, որ նշանակված ժամերի աղոթքներ և աղոթերքեր են հնչեցնում, շարականներ, քարոզներ և սաղմոսներ կարդում, մեր ժողովրդի, ազգի և հայրենիքի համար, քահանան և ծառայողները, որոնք սարկավագներն են, դպիրները, գիտեք ամենակարևոր բանն է մարդու կյանքում աղոթք բարձրացնելը առ Աստված, որովհետև Աստված լսում է մարդուն աղոթքների միջոցով, բայց այն մարդուն, որ խոնարհ է և արդար, աղոթքը զրույց է մարդու և իր Արարչի հետ, դրա համար երբ մեծանաք, միշտ սերտեք Աստծո խոսքը և կատարեք այն։ Մեր եկեղեցում կատարվում են 9 ժամերկություններ, որոնք են պապիկ, գիշերային, որ Աստված մեզ խաղաղ գիշեր պարգևի, առավոտյան, որ առավոտյան մեզ պահապան լինի Աստված, արևագալի և ճաշու 3 ժամերկություններ, որպեսզի ողջ օրվա ընթացքում ևս պահապան լինի ինքը Աստված, երեկոյան, որ խաղաղ երեկո լինի, խաղաղական և հանգստյան, որ խաղաղ գնանք հանգստի, և ամենակարևորը, որ դուք գիտեք և մասնակցում եք, դա սուրբ և անմահ պատարագն է, որ մեզ պատվիրել է մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս, որտեղ և ճաշակում ենք Տիրոջ սուրբ մարմինն ու արյունը, որպեսզի հավիտենական կյանք ունենանք, քրիստոնյայի կյանքում դա ամենակարևորն է, քանզի Տերը պատգամեց այն, հասկացաք համովիկներ, հա պապիկ, իսկ այժմ գնացինք դեպի եկեղեցի, երբ մոտեցանք Սուրբ Զորավոր եկեղեցուն, հանդիպեցինք ընկերոջս Տիգրանին իր զավակների հետ, մասնակցեցինք ճաշու ժամերկություններին, որտեղ ծառայում էր իմ ընկեր Աշոտը, հայրիկ, նայիր վասկարապիկները, ինչ վասկարապիկ, Նարեկ ջան, Ենա, պատի անկյունում, վարագուրի վրա, բացականչեց Նարեն, հայրիկ դու վերջի անգամ երբ ես հրեշտակ տեսել, հարցրեց Ռոբերտը, հայրը կարկամեց և կամկամեց պատասխան տալուց, հայրիկ վասկարապիկ Նարեն հրեշտակներին է ասում, նա տեսնում է հրեշտակներին, երբ վերջացավ ժամերկությունը, բոլորը միասին իջան Սուրբ Անանիայի մատուռը, գիտեք, որ այստեղ ամփոփված է Սուրբ Անանիայի մասունքը, իսկ նա նոր կտակարանում այն Անանիան է, որ աղոթք արեց և Աստված բացեց Սուրբ Պողոս առաքյալի կուրացած աչքերը, այնուհետ նա մկրտեց Սուրբ Պողոս առաքյալին, որ մինչ այդ Սողոս էր անվանվում, նա համարվում է Քրիստոսի 72 աշակերտներից մեկը, տեսնում եք ինչպիսի սուրբ և մեծ է այստեղ ամփոփված, և եկեղեցին Սուրբ Կույս Աստվածածնի անունով է, այդ պատճառով է, որ կոչվում է Սուրբ Զորավոր եկեղեցի, դե եկեք խոնարհվենք, ծնկակոր և համբուրենք, և երբ աղոթքները վերջացրեցին, բոլորով ուղևորվեցին դեպի գազանանոց, ավտոբաս նստենք պապիկ, հեռախոսը կտաս զանգեմ, հը, ում իմ համով այք, մամային, որ գնում ենք գազանոց, պապիկ գիտես, որ փոքր տարիքում ես հայրիկին ադո էի ասում, գիտեմ իմ ամենաանի, հասանք գազանոց, հրուտ ենք գնում անի, դա որն է հայտ ջան, հյուրն է ասաց անին, Դավիթ, են մեքենան խոտակվել է, մեքենայի անիվներն էին նստել
և մխրճվել հողի մեջ։ Պապիկ, գիտես լողի տեղը, որ բարձիկները հանում են, ես խոտակվում եմ։ Այժմ տեսնենք ինչ գազաններ կան, իսկ դուք անվանումները կասեք։ Հենա, աչը, Դավիթ, կոկոիս, ասաց Դանիելը, իսկ Ռոբերտը փոքր տարիքում ասում էր եղգետ ջուր, ասաց Նարեն։ Ռենգետ ջուր, բացականչեց Հայկը, առուծը, Հակո, հա Դավիթ, առյուծը, հենա, հիքը բադիկներ, ուրախ ասաց Դավիթը, Հակո նայի հոթում ածիվներ, ագալիր, Դավիթ նայիր գետածին ձմերուկ է համփանում, ձմերուկ, և բոլորը միասին ուրախ և երջանիկ շրջում էին գազանանոցի նեղլիկ ճամփաներով և վայելում պաղպաղակի քաղցրությունը և պաղությունը այդ ամառվա տապին։ Քամին սկսեց սուլել և ամպերը կուտակվել գլխավերևից։ Տուլալետ եմ ուզում, պապիկ, հա ինչ քաղցր Հայկ, ընձուղը, դե եկեք գազանների մասին գիրք գնենք, որ կարդանք և զանազանենք կենդանիներին։ Բա վագրը, պապիկ, վագրը տունիկից դուրս չի գալիս։ Շուտով անձրև կգա, գնանք Պոնչիկանոց կամ ճաշելու պիցցայանոցում։ Պոչիկ, բացականչեց Դավիթը, չէ, պիցցա, բայց գիրքը էշանշան չունի։ Հայրիկ, ասաց Մարին, դե գնացինք։ Գիտեք, Ռոբերտը կայծակին այծակ էր ասում, և այդ պահին կայծակի որոտը լսվեց։ Պապիկ, կապուչինս բարձրացրու, դա ինչ է Համովիկ ջան, դե պապիկ, կապիշոնն ա ուղղեց անի։ Անձրև, պապիկ, եկչոտեց Դավիթը։ Հասանք հացատին, նստեք և առանձին ասեք, ով ինչ է ցանկանում ճաշակել։ Բուտեր մեզ, ասաց Դանիելը։ Ես էլ բուտեր բերոք, լրացրեց Հայկը։ Եբիկտացորեն և պիցցա, ասաց Մարին։ Պոչիկ, պիցցա, ասաց Դավիթը։ Իսկ դու Ռոբերտ, Նարե, Անի, Սարգիս, բա գիտնական գնելը ինչ է սիրում։ Պիցցա, հաստատեցին բոլորը։ Պապիկ, բայց ես գյուրոս եմ ուզում։ Հա իմ ամենան, էլով ա գյուրոս ցանկանում։ Ես, ասաց Ռոբերտը, ես էլ կրկնեց Նարեն։ Իսկ ինչ հյութեր պատվիրենք, հնձոր, նարինջ, տոմատի քաղցր հյութ, պապիկ, ես կծու տոմատի կուզեմ, ասաց Սարգիսը, մանգոյի, լավ պարզ է, քաղցր մանուկներ։ Դե այժմ խնդրենք Տիգրան Հոպարին, որ աղոտ բարձրացնի, որ նոր համով ճաշակենք և գոհանանք ամենապարգև Աստծուց։ Եվ աղոթքից հետո փոքրիկները ուրախ ճաշակում էին Աստծու պարգևած բարիքները։ Ես տորթ եմ ուզում, ես էլ թեյ տորթով, հայրիկ, ասաց Մարին։ Լավ, բոլորին թեյ և տորթ։ Համաձայն են բոլորը, հարցրեց Տիգրանը։ Այո, գոչեցին մանուկները։ Երբ վերջացրեցին ճաշակելը, գոհացան և փառք տվեցին Աստծուն։ Այժմ գնում ենք խաղահրապարակ։ Հա, պապիկ, ասաց Դավիթը։ Ենա, փղիկը, ես էլ փղիկն եմ խաղալու։ Փոքրերը գան, միասին գնանք, որ տունիկների մեջ սղարաններում և նավակների մեջ խաղան, իսկ մեծերը գնդակ նետելու և այլ խաղեր։ Հակո պապիկը ինձ նոր կոշիկ առել, որպեսզի հարմար քայլեմ։ Պապիկ, իստաճանով բարձրացու ինձ ինքնաթիռի մեջ։ Ես էլ, ասաց Դավիթը։ Ես ավտո եմ ուզում, մտափոխվեց Դավիթը։ Տիդիտ, և Դավիթը ղեկը պտտում էր աջ և ձախ, ուրախանում և կրկին բացականչում։ Տիդիտ, գնացքի լերսը, ծուռ է, հայրիկ, ասաց Ռոբերտը։ Բա լոռիկները ոնց են գլորվում։ Գնանք, նստենք, գնանք, ուրախ արձագանքեցին բոլորը։ Բոլորի մոտ լիառատ էր մանկան ուրախությունը և խինդը երջանկության հետ միահյուս։ Երանի թե ահել, թե չահել, հոգով ուրախ և խինդ ունենային մեր Տեր Աստծով։ Եվ այդ ժամանակ կապրեին խաղաղ ու երջանիկ և խաղաղության մեջ կփառավորեին Աստծուն։ Իսկ հիմա գնում ենք մի սենյակ, որ կոչվում է մանուկների թագավորություն։ Պապիկ ինձ հագեցու, կակա ուտեցու, պապիկ, ասաց Դավիթը։
արի հագեցնեմ իմ համովիկ ջան, ես էլ կակա, ես էլ բարի, դե եկեք գնանք մանուկների թագավորություն։ Ես տակավոր, ասաց Դավիթը, պապիկ դու տակավոր, շարունակեց Դավիթը, ես տակավոր, հաստատեց Դավիթը, և բոլորը միասին քայլեցին դեպի մանուկների թագավորություն։ Հակու, տակավորը, ենա, ոսկե աթոռը, պապիկ նայիր, ոսկե գաղն է, թագավորական գահ, Հայկ ջան, իսկական թագավորն է պապիկ, այո պապիկ, Հիսուս Քրիստոսն է, ենա, վասկարապիկները, այո երեխաներ, հրեշտակներն են, սերովբեներն ու քերովբեները, իսկ այժմ երեխաներ ջան, խոնարհվում ու երկրպագում ենք ճշմարիտ և միակ տիեզերքի թագավորին և փառք տալիս նրան, որովհետև նա է Տեր Աստված և թագավորը հավիտենական և դատավորը արդարության և քահանայապետ մշտ ընջենական, որին փառք և պատիվ և զորություն հավիտեններում և հավիտյանս ամեն։ Հասկացա պապիկ, ես տակավոր չեմ, ինքն է տակավոր։ Այո իմ մամով Դավիթ, այս աշխարհի թագավորները գալիս ու գնում են, իսկ նա միակ հավիտենական թագավորն է, որի աջ կողմում իր բոլոր զավակներն են, որդիներն ու դուստրերը, ընկերներն ու եղբայրները, քույրերը և բոլոր հարազատները և բարեկամները, որպեսզի լինենք այնտեղ, պետք է հավատանք, սովորենք իր խոսքերը և կատարենք այն և ոչ թե հակառակվենք, հասկացաք, հա պապիկ հասկացանք, պապիկ, Վահեն ասում է աղու, լավ, դե գնանք տուն, որ վաղը գնանք նկարների ցուցահանդես, մայր տաճարի բակում ցուցադրելու են Արարատի, այո, վեհասլաց և հարաբերական բարձրությամբ ամենաբարձր գագաթի նկարները, որոնք մեր բազմաշնորհ երեխաներն են նկարել, ինչպես նաև մեր հետ կտանենք ձեր նկարները, Անիի և Նարեի, Մարինայի և Շուշանիկի նկարները ցույց տալու ներկաներին, իսկ այժմ բոլորիդ խաղաղ գիշեր և քաղցր քուն աղոթքից հետո, մինչ վաղը։ Հակո ապեղ, վաղը գնանք կանութ, կաղալի կառնենք, բարի գիշեր, խաղաղ գիշերվա օրորոցում, Տիրոջ հրեշտակներն են պահապան մանուկների քաղցրանուշ հանգստին, մարդուկս չկա ուրա, Դավիթ ջան չկա, մարդուկը ինչ եղավ, պապիկն է տարել, բայց պապիկը տարել է ինչ անի, խաղա, դե քնիր, որ առավոտյան գնանք ցուցահանդես, բարի գիշեր, ամառվա ելքին, առավոտյան երեխաները ճաշել էին և պատրաստ սպասում էին պապիկին, որպեսզի գնան նկարների ցուցահանդես։ Բարի լույս իմ համովիկներ, պատրաստ եք գնանք դեպի Սուրբ Էջմիածին, որտեղ կցուցադրեն մանուկների նկարները, Արարատ սարի թեմայով, բայց սկզբից մի սենյակ կգնանք, որտեղ Անիի, Նարեի, Մարինայի և Շուշանի նկարները դիտենք, դե ասեք, պատրաստ եք, այո, և մեր ուղղությունը արդեն աշնանամտին եղավ Սուրբ Մայր տաճար, որ Տիրոջ էջքով անձամբ Տերը ցույց տվեց տաճարի տեղը և կառուցվածքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կատարեց Աստծու այդ մեծագույն պատվիրանը Էջմիածինը, այսինքն էջքը միածնի։ Եվ փոքրիկ ցուցասրահ, որտեղ գտնվում են Անիի և Նարեի նկարները, նրանք նայելուց հետո գնում ենք Մայր տաճար, որտեղ բակում նկարում են հրաշամանուկները աստվածային շնորհներով լեցուն։ Նայիր Դավիթ, նանիր նկարածները, նանի, հա, իսկ այս գեղեցիկ նկարները Նարեի ձեռքի գործերն են, և գծանկարներ, դիմանկարներ, գունազարդված և ճարտարապետական կառույցների նկարներ, ասաց Ռոբերտը, նաև Մարինայի և Շուշանիկի նկարները դիտելուց հետո շարժվեցինք դեպի Սուրբ Էջմիածին, որտեղ որ բակում ճաշակեցինք նկարների մի ամբողջ հավաքածու,
մեկը մյուսից գերազանց, մանուկների ձեռքերը հրաշքներ էին գործել, կարծես աշխարհահռչակ նկարիչների գործեր լինեին։ Աստվածային շնորհներով լիառատ երեխաները զարմացրել էին բոլորին, ահա եւ հրաշք նկարները։ Տպավորված մանուկների երևակայության թռիչքներից, նրանց պատկերազարդված գույնզգույն նկարներից սրտի եւ հոգու ուրախությամբ վերադարձանք։ 2 օր անընդմեջ երեխաները վայելեցին ուրախություն եւ խինդ, իսկ ես եւ Տիգրանը վայելեցինք աստվածապարգև մանուկների ուրախությունը։ Եվ բոլորը գնացին հանգստի։ Պապիկի ոտքերը քայլեցին դեպի եկեղեցի, որտեղ ծնկեց եւ աղոթքով փառաբանեց եւ գոհացավ ամենակարող Աստծուց։ Փառք ես, Տեր, փառք ես ամեն բաների համար, փառք ես։ Ուսուցանիր եւ սնուցիր քաղցրապարգև մանուկներին, չմոլորվեն այս աշխարհի թոհուբոհում, առուծախում, ջերմացրու Տեր քո իսկ սիրով եւ լույսիդ մեջ աճեցրու, իմաստնացրու եւ զորացրու լինեն արժան Աստծո որդի եւ դուստր կոչվելու։ Աղաչում եմ Տեր, օրհնիր եւ պահպանիր այս դրախտաբնակ հրաշամանուկներին, առաջնորդիր ընթացքը կյանքի իրենց ողջ կյանքում, օրհնելով օրհնեմ եւ փառաբանեմ անունը քո Հիսուս Քրիստոս եւ քեզ եւ Հոր եւ Սուրբ Հոգուն, փառք եւ պատիվ եւ զորություն հավիտեներում հավիտյանս հավիտեններից։ Ամեն։ Քո կամքը լինի եւ երանի։ Ամեն։ Եվս 2 աղի կայլակներ թափվեցին աղոթքի վերջում։ Եվ վերջաբան մանկապատումը նվիրում է ոչ միայն հրաշամանուկներին, այլև բոլոր մանկավարժներին, թե դաստիարակներին, դայակներին, մանկապարտեզի տնօրեններին, ուսուցիչներին եւ ամենակարևորը բոլոր ծնողներին, որպեսզի մանուկներին կրթեն եւ դաստիարակեն Աստծուն հաճելի կյանքով եւ քայլերը ուղղեն դեպի Տիրոջ լուսավոր շավիղները, որպեսզի արժանանան Աստծո որդիներ եւ դուստներ երկնային բարձր կոչմանը։ Նվիրում է նաեւ լույս մանուկ Արեգ Խաչատրյանի հիշատակին, ում երկրային կյանքը տևեց ընդամենը 11 տարիներ, որից 8 տարիների ընթացքը եղավ ցավագին հիվանդությունով, որի հետևանքով բուժումներ ստացավ տարբեր երկրներում, եւ թե վիրահատություններով եւ թե քիմիական տարբեր բուժումներով, եւ ի վերջո բժիշկները հուսահատ բուժումները համարեցին անօգուտ եւ անհնար։ Այն ժամ Արեգի մոտ հավատքի լույսը ծագեց եւ զորացավ աղոթքների հետ միահյուս, եւ վերջի 7 ամիսները միասին աղոթք էինք բարձրացնում առ Աստված, իսկ վերջին 2 ամիսների ընթացքին ամեն շաբաթ ճաշակում էր Սուրբ Հաղորդություն Քրիստոսի մարմինն ու արյունը, եւ փոքրիկը ինչպես մեծահասակ հավատացյալ ասում էր ծնողներին. ես բոլորից սիրում եմ եւ բոլորիդ համար աղոթք եմ անում եւ պետք է գնամ Աստծո մոտ։ Եվ ինչ եք կարծում, փոքրիկ երեխաները, որ աղոթք են բարձրացնում, մկրտված են, նաեւ Սուրբ Հաղորդություն են ստանում, ուր պետք է գնան նրանց հոգիները ննջելուց հետո։ Միայն Տիրոջ գիրքը, Աստծո արքայություն։ Քանզի Տերը ասաց. ով մկրտվի հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո, հավիտենական կյանք կունենա, նաեւ ով ճաշակի իմ մարմինն ու արյունը, հավիտենական կյանք կունենա։ Մանուկների հոգիները գնում են երկինք, որպեսզի բարեխոս լինեն մեր մեղավորներիս համար, որ Տիրոջ գթությունն ու ողորմությանը հասնի նաեւ մեզ ողորմելիներիս։ Այո, անշուշտ մեր մեղքերի հետևանքներն են բոլոր պատուհասները, եւ դրա համար իսկ մաքրենք մեր սրտերը եւ հոգիները բոլոր տեսակ ախտերից, եւ դրա համար է, որ փոքրիկներն են դառնում մեր համար որպես բարեխոս։ Հիշենք, լինենք հավատացյալ, ոչ թե անավատ, լինենք մանուկների պես, որպեսզի մենք էլ արժան լինենք այն արքայությանը, որ Տերը խոստացավ մեզ։ Ամեն եւ ամեն։